Էկլերի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է կարագ կամ մարգարին 80 գրամ, 5 ձու և 1 բաժակ ջուր, գումարած 1 բաժակ ալյուր։ Անհրաժեշտ է, որ բաժակը լինի նույնը, այսինքն որ բաժակով որ լցնելու ենք ջուրը, նույնով կլցնենք նաև ալյուրը։ Ահա առաջին քայլը, պետք է 1 բաժակ ջուրը լցնել կաթսայի մեջ, ապա ավելացնել 80 գրամ կարագը ու սպասել մինչև կարագը հալվի, անմիջապես հետո ավելացնել 1 բաժակ ալյուրը։ Ահա, ավելացրինք ալյուրը, հիմա սկսում ենք արագորեն խառնել։ Պետք է խմորն արագորեն խառնել։ Պետք է խառնել այնքան, մինչև նկատեք, որ կաթսայի տակ չի կպչում արդեն խմորը։ Այսինքն պիտի չկպչող խմոր լինի։ Խմորն արդեն պատրաստ է, պետք է թողնել սառչի, որպեսզի հետո ավելացնենք ձվերը։ Իհարկե կան բաղադրատոմսեր, որոնց պարագայում ձուն միանգամից կրակի վրա են ավելացնում, բայց այդպիսի բաղադրատոմս չէ, հարկավոր է թողնել, որ խմորը սառչի։ Հաջորդիվ պետք է խմորը տեղափոխել ապակուց կամ կերամիկայից պատրաստված ափսեի մեջ, որպեսզի ավելի արագ սառչի խմորը։ Հիմա խմորը տեղափոխենք ավելի հարմար ամանի մեջ, որ ավելի հեշտ լինի խառնելը, և աստիճանաբար ավելացնենք ձվերը։ Ահա առաջին ձուն, հիմա կխառնեմ ես ձուն, կարելի է նաև հարիչով խառնել։ Պետք է աստիճանաբար հատ-հատ ձվերը խառնել, մինչև ստացվի համասեռ խմոր։ Խմորն արդեն պատրաստ է, այն կարելի է լցնել թխվածքի ձևավորիչի մեջ ու դրանով ձևավոր լցնել տապակի վրա, կամ կարելի է ուղղակի գդալով լցնել տապակի վրա ու դնել ջեռոցը, ու պետք է թխել 220 աստիճան ջերմությամբ։ Էկլերը դեռ ամբողջապես չի եփվել, բայց արդեն լավ բարձրացել է։ Ու պետք է շեշտել, որ թխելու ընթացքում, երբ որ արդեն սկսում է բարձրանալ, պետք է ջերմաստիճանը մի քիչ իջեցնել, ահա 190 աստիճան արդեն, 220-ից իջեցրի 190 աստիճան, որպեսզի հանելուց հետո միանգամից չիջնեն։ Արդեն պատրաստ է, պետք է արդեն տապակի միջից հանել։ Ես արդեն շարել եմ սկուտեղի մեջ, երբ սառչի, արդեն կավելացնենք եփովի կրեմը։ Ես արդեն պատրաստել եմ կրեմը, պետք է էկլերի կողային հատվածից փոքրիկ անցք բացել, կամ եթե նկատում եք, որ անցք կա, ահա այդ անցքից պետք է լցնել կրեմը։ Արդեն լրիվ պատրաստ է և կարելի է վայելել էկլերը։